Բարև ձեզ, Factor TV հյուրը Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանն է, բարև ձեզ, Բարև ձեզ։ Գագիկ Ծառուկյանի պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ տեսանք ակցիաներ էին անում բողոքի պահանջելով հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի, այդ ընկերություններից շատերի դռները կապարակնքված են, արդյոք եղել է պետական կառույցներից որևէ արձագանք այդ ընկերությունների աշխատանքի վերադարձի վերաբերյալ եւ այս իմաստով ինչ իրավիճակ է։ Կարող եք թարմացումներով կիսվել։ Այո, ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ քաղաքական, նկարտումներից դուրս գալով կամ քաղաքական հայացքներից դուրս գալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո պարալիզացվեց հայկական տնտեսության բավականին լուրջ մի հատված, եւ այս պարագայում մարդկանց ըստ էության քաղաքական կրկնեմ, նույնիսկ իրանց չէ, այլ իրենց հիմնարկների սեփականատիրոջ քաղաքական հայացքների համար հասարակ մարդիկ, այն մարդիկ, ովքեր իմիջայլոց, նաև քվեարկել էին այս իշխանության օգտին, այսօր ունեն լրջագույն խնդիրներ։ Ինչ վերաբերում է ազդակներին, տեսեք, մենք փորձում ենք բանակցություն կա ընդհանրապես լուծման շուրջ։ Չգիտեմ, չեմ կարող վստահ ինչ-որ բան պնդել, բայց կարող եմ պնդել հետեւյալը, որ հաշվի առնելով օրինակ գյուղատնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, այսինքն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր այսօր ըստ էության կանգնած են բանկրոտ բառը նույնիսկ չի արտահայտում, այն խորությունը ճգնաժամի, որի առջև այսօր գյուղատնտեսությունն է հայտնվել, իրեն գումարվեց նաև 10,000-ից ավել, ես չեմ ուզում հիմա հստակ թվեր հնչեցնել, քանզի չեմ տիրապետում, բայց վստահաբար 10,000-ից մինչև 20,000, այս հատվածում բավականին մեծ քանակությամբ մարդիկ զրկվեցին իրենց աշխատանքից եւ զրկվեցին միայն քաղաքական, նկարտումներով, այսինքն ունենք մի իրավիճակ։ Ասել ինչ նկատի ունեք, այս ընկերությունների աշխատակիցները, ովքեր այս բան չեն աշխատում, նրանց նկատի ունեք։ Այո, զրկվեցին հուսանք ժամանակավոր, այսինքն կապարակնքված, այո, հիմնարկներում, բայց փաստը մնում է փաստ, որ այսօրվա դրությամբ, այ հիմա երբ որ մենք խոսում ենք, բացի Արարատ ցեմենտից, այն էլ Արարատ ցեմենտը ըստ էության ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկ է եւ իհարկե ես այս իշխանություններից ամեն ինչ սպասում եմ, նույնիսկ Հայաստանի Հանրապետության շինարարական ոլորտի պարալիզացում, բայց հասկացան, որ այն մարդկանց, ովքեր օրինակ Արարատ ցեմենտում են աշխատում, այդ բողոքի ակցիային կմիանան տասնյակ հազարավոր շինարարներ, որովհետեւ շինարարությունը ըստ էության Հայաստանում կանգնելու էր։ Ես ունեմ իմ ենթադրությունները, թե ինչպես են զարգանալու առհասարակ գործընթացները, բայց առայժմ զերծ կմնամ հնչեցնելուց, որովհետև իմ խորին համոզմամբ ժողովրդական լեզվով ասած Ծառուկյանի գործը գցեցին ոտներին։ Այսինքն շատ պարզ պատճառով այն ամբարո լկտիությունը, որը մենք տեսանք թե ձերբակալության ժամանակ, երբ որ 70 տարեկան մարդուն կանգնած ոչ մի բան չէր անում, մի քանի հոգով ցուցադրաբար տապալեցին գետնին, հետո այդ ֆեյկային եւ գիտեք խրախճանքը, որ այսպես տիրում էր եւ այլն ցույց էր տալի հետեւյալը, որ նախատեսում էր Տուշոնկա 2 ըստ էության օպերացիան, այսինքն վիզուալիզացնել, Ծառուկյանի ձերբակալությունը վիզուալիզացնել, դեմոնիզացնել ինչու ոչ իրեն եւ դրանով ստանալ արձագանք իշխանության համար դրական արձագանք իրենց քայլերի տրամաբանության ներքո, բայց ստացվեց լրիվ հակառակ process, լրիվ հակառակ եւ դա իմ սուբյեկտիվ կարծիքը չի, բավական է նույնիսկ ուսումնասիրել այն մարդկանց հարցազրույցները կամ այն մարդկանց կարծիքները, ովքեր շատ հեռու են օրինակ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության մեծարելուց կամ Ծառուկյանի հանդեպ, սիմպաթիա ինչ որ արտահայտելուց, նույնիսկ այդ մարդկանց կարծիքը ինքը շատ հստակ էր եւ հասկանալի, որ չի կարելի ոչ մի պարագայում, որոշակի կարմիր գծեր, թեկուզ սահմանադրության կամ օրենքների կամ ինչու ոչ, մարդկային օրենքների պարագայում անցնել եւ Տեսեք, կներեք այդ դրվագի վերաբերյալ, երբ որ պարոն Ծառուկյանին տապալում են ուժայինները գետին,
ԿՊ ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում Սուրեն Գրիգորյանը այստեղ էր եւ ասում էր իմ տեսածով նա դիմադրել է ուժերն այդ պատճառով է դա տեղի ունեցել, կարող եք մեկնաբանել այդ մասը։ Ես խորհուրդ կտամ պարոն Գրիգորյանին ակնոց կրի, ըստ երևույթի, լրիվ լուրջ եմ ասում, որովհետև մենակ ինքը չի տեսա այդ տեսանյութը եւ ըստ երևույթի կարող է, չգիտեմ, աչքերի հետ խնդիր ունի, միգուցե։ Տեսեք, այդ ընկերությունները կապարակնքվել են, պատճառաբանությունները, եթե մեկ բառով ասենք, հարկային չարաշահումների մեղադրանքով, նույն Արարատ ցեմենտը, որ ասացիք, 400 միլիոնի հարկային պարտավորության, եթե չեմ սխալվում, մեղադրանք կար, Multi Wellness-ը կամ մյուս բենզալցակայաններ, այլ բիզնեսներ եւ այլն էլի հարկային չարաշահումների մեջ են մեղադրվում։ Պարոն Ծառուկյանը հիմա բանտում է մեղադրանքը իրանցի գործարներից, հափշտակության մեղադրանք է շուրջ 21 միլիոն դոլարի նաև որսի, այսպես ասենք, ապօրինի որսի մեղադրանք է։ Եկել Տիտանիկն է բանարը։ Ծակե որ Տիտանիկը խորտակ։ Չեմ կարող ասել, հələ չեն ասել, հա, հələ Տիտանիկ Քենեդի լը չեն ասել։ Քենեդու պահը չգիտեմ, բայց գուցե դուք եք քաղաքական ասում այս մեղադրանքները պաշտպանվելու։ Այդ մեղադրանքները, պարոն Աբովյան, միգուցե իրոք կան, այսինքն դուք ուզում եք ասել ՊԿ սարքում է Ծառուկյանի գլխին, այսինքն այդ ընկերությունները հարկային չարաշահումներ չեն արել, ՊԿ զրպարտում է, դուք կարող եք այդպիսի պնդում։ Այդ ես չեմ բացառում, որ դրանք կիրառվում են քաղաքական նպատակով, չեմ բացառում, որովհետև ես Նոստրադամուսը չեմ կարող դա, բայց միգուցե այդ չարաշահումները իրապես կան։ Սրանից հետո ես կբխեցնեմ մեկ ուրիշ հարց։ Խնդիր չկա, տեսեք։ Եվ դուք ուղղակի պաշտպանվում եք քաղաքականության քողի ներքո։ Տեսեք, այդ ամենը կունենար լեգիտիմ իրավունք տեղի ունենար, եթե ուղիղ կապ չունենար երկու հանգամանքի հետ։ Մեկը Նիկոլ Փաշինյանի ուղիղ սպառնալիքներով եւ հրահանգով, սա մեկ, եւ երկրորդը, եթե այս process-ը չզուգադիպեր մասսայական առումով ընտրական եւ հետընտրական process-ների։ Կարող եմ տեղեկացնել ձեզ, որ բոլոր իհարկե լավը չէ։ Չէ, ես վերջացնեմ։ Գործերի, բայց միգուցե դրանք իրապես կան։ Տեսեք, այնինչ վերաբերվում է առհասարակ գործընթացներին, մենք պետք է հիմնվենք տարական տրամաբանության վրա, որովհետեւ իմ դուրը գա, թե չգա, թե ձեր դուրը գա, չգա, թե իշխանության, թե մեզ դիտողներին, մեկին գումարած մեկ հավասարը երկուս։ Եվ երբ որ ձեր ասած թայմինգը, հա, գումարվում է նաև ուղիղ հրահանգով Նիկոլ Փաշինյանի, հա, ընդ որում ներողություն փողոցային լեքսիկոն օգտագործելով եւ այլն, եւ դրան նաև գումարվում է ոչ թե տնտեսական բաղադրիչը այս ամեն ինչի, չէ՞, այլ գումարվում է ուղակի խոսքը, որ օրինակ, այսինչ ընդդիմադիր ուժը չի համապատասխանում որոշակի տեսլականին, իշխանության ինքը տենց է որոշում, ինքը պետքա պատժվի։ Եվ միանգամից գալիս է տնտեսական պատժի, հա, գործընթացը եւ թույլ տվեք հենց ֆակտորի եթերում մի գաղտնիք չի այնուամենայնիվ, բայց մի հանրահայտ, հա, տեղեկություն տարածեմ 2020 թվականից սկսած պատերազմից հետո անդադար բոլոր հիմնարկները Գագիկ Ծառուկյանի իրեն գտնվել են ՊԵԿ-ի ստուգումների անդադար, հա, գործընթացի ներքո։ Եվ այստեղ հարց է ծագում, եթե կային այդպիսի չարաշահումներ, հա, դիցուք ենթադրենք, ապա ինչու առաջին այդ չարաշահումների մասին, հա, տեղեկությունը անմիջապես ընտրություններից հետո եւ Փաշինյանի հրանգից հետո սկսեց հնչեցվել, երկրորդը ինչի համար այդ գործընթացները, որոնք տեղի էին ունենում, իրանք չէին տեղի ունենում ավելի հանգիստ նախ ընտրական, հա, փուլում։ Դե ժամանակ էլ կասեք, չեզոքացնում է ընտրություններին մասնակցել է։ Տեսեք, եթե մենք եթեով ենք խոսում, թե մենք ինչ կասենք, թե չէինք ասել։ Անեին այդ ամեն ինչը։ Չէ, տեսեք, եթե մենք եթեով ենք, տեսեք, եթե մենք սկսում ենք եթեով խոսել, ուրեմն մենք չունենք պետություն։ 28-ին անենք, ասեք Երևանի ավականու ընտրությունները։ Տեսեք, նույն հաջողությունով յուրաքանչյուր սանձազարդություն, յուրաքանչյուր գործընթաց կարելի է արդարացնել։ Ես բնավի նկատի չունեմ, որ դուք փորձում եք արդարացնել, թե չէ, հասկանում եմ։ Բոլոր հյուրերին հակադարձ եմ հարցեր տալիս։ Չէ, ճիշտ է կանում,
Չեմ սիրում սազ նվագել էլի հյուրի։ Չէ, դե ես գիտեմ, դրա համար էլ եկել եմ, ես էլ մեր մեջ ասած սազի մեջ սիրահար չեմ։ Դուք էլ չեք սիրում։ Այո, բայց այստեղ հատկապես որ երկուսս էլ երաժշտությունից հեռու ենք, չէ։ Չէ, ես ռոք եմ սիրում շատ ուժեղ, հա։ Չէ, նկատի ունեմ նվագել գործիքների։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել հետևյալը, տեսեք, երբ որ դուք ասում եք թայմինգ, երբ որ դուք ասում եք դուք սենս կասեիք, թե ինչպես կասեիք, մենք մտնում ենք եթեների տիրույթ։ Այս չէ, եթե լիներ այսպես, կլիներ այսպես։ Հիմա պեկը ստուգում չանի, ինչ է թե դուք ասել եք ծառայության հետապնդում է։ Ստեղ խնդիրը այն, որ սա քաղաքական հետապնդում է, այն որ այս հետապնդման մեջ ներգրավված է ոչ միայն ներքին ֆակտորը, այսինքն օրինակ Նիկոլ Փաշինյանի հակակրանքը կամ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի փորձը վերացել, հա, կամ հա Հայաստանում հաստատել նեոթուրքական ֆաշիզմը։ Ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ միայն մի բանի մասին, որ մինչ այսօրս մենք չունենք հոդաբաշխ բացատրություն։ Առաջինը, ինչով էր պայմանավորված այն կատաղի ատելությունը, որը, հա, ասենց արտահայտեց իշխանությունը, եւ երկրորդը, ինչի համար իշխանության բոլոր գործողությունները ուղղակի համապատասխանում են օրինակ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցրած տեսլականի Հայաստանի Հանրապետության ռազմավարական եւ ստրատեգիկ ոլորտների մաքսիմալ թուլացումը։ Ես օրինակ մի անգամ լսած չկամ, որ Ալիևը Գագիկ Ծառուկյանին թիրախ։ Չէ, Գագիկ Ծառուկյանի մասին չի խոսքը գնում։ Վտանգ է, ռևանշիստ է, Փաշինյանը։ Գագիկ Ծառուկյան անձի մասին չի խոսքը գնում։ Խոսքը գնում է այն տենդենսի, որը ըստ էության մենք տեսնում ենք հայկական թե տնտեսական, թե քաղաքական դաշտում 2021 եւ 2021 թվականին այս իշխանության մոտիկ կոնստրուկտիվ ազիզ ախպեր, չգիտեմ, հա, բոլոր են լավ էպիթետներով պուպուշ հայասպան Ալիևը բացահայտ հայտարարել էր հետևյալը, որ Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանի Հանրապետության թե տնտեսական, թե ռազմական, թե քաղաքական ապաքինմանը։ Մոտավորապես այս կարգի արտահայտություն էր ասվել եւ երկու հիմնական դրույթ էր առաջ մղվել։ Առաջինը Հայաստանը պետք է կախվածության մեջ ընկնի Ադրբեջանի պայմանական թուրքական աշխարհի հետ, իսկ խոսքը տնտեսական կախվածության մեջ էր, ինչի մասին իմիջիայլոց ինքը գիտեք, սենց տակից, դե լավ սենց ասենք, հաստատեց օկուպացված Շուշիում տեղի ունեցող միջազգային մեդիա ֆորումի ժամանակ, երբ որ ասեց, որ Ադրբեջանը, այո, դառնում է Հայաստանի համար էներգիակիրների ռազմավարական պայմանական, հա, մատակարարողներից մեկը։ Ես ներքաղաքականի մասին եմ խոսում։ Եվ այստեղ հարց է ծագում։ Արարատ ցեմենտ, հեծ, ատոմակայան, լոգիստիկ ուղիներ։ Չգիտես ինչու այդ ամբողջ համակարգի քայքայումը, հա, հələ մի պահ վերևից մի հատ նայենք process-ի։ Լիովին համապատասխանում է նույն թուրք-ադրբեջանական տանդեմի կոնցեպտին։ Բայց հեծը քայքայվում է, տեսեք Ռոմանոս Պետրոսյանի օրոք պարտք են փակում հեծի օրինակ։ Լավ, եկեք եթե հակադարձում Ես պարզապես հիշեցնեմ, չէ, ես չեմ հակադարձում, ես պարզապես հիշեցնեմ, որ չգիտես ինչու մինչև հեծի խլելը հովարային անջատումներ չկային, հեծը խլելուց հետո։ Դե լավ, պարոն Աբովյան, Փաշինյանի այն կառավարության նիստը չեք հիշում, որ ճիշտ է, բան, չէ, հենց կառավարության նիստի ժամանակ։ Ես չեմ ասում, այս իշխանությունը, չգիտեմ ինչ չի արել։ Իսկ գիտեք ինչն է ուրախացնում, որ նույնիսկ դուք ժպտում եք, երբ որ դա ասում եք, դա։ Չէ, ուզում եմ ասել, միշտ էլ եղել է այդ անջատումները, եկեք քաղաքական չի եղել, չէ, եկեք քաղաքականացնենք, բայց եկեք մի ուրիշ հարց, մոտենանք մի այլ կերպ, էլի, այս հարցերին Այ պարոն Ծառուկյանի ինչին է պետք քաղաքականությամբ զբաղվելը։ Սամվել Ալեքսանյանը օրինակ 18 թվից հետո գնաց զբաղվեց իր բիզնեսով եւ այսօր նրա մասին ոչ մի բան չեն հիշում, չեն հետապնդում։ Միգուցե հարկային ինչ որ խնդիրներ լինում են, ես չգիտեմ, անկեղծ ինֆորմացիա չունեմ, լուծում են ստանում։ Նրա այսպես ասենք տներ չեն ներխուժում, գետին չեն պարկեսում։ Այդ պարոն Ծառուկյանի ինչին է պետք զբաղվել քաղաքականությամբ։ 20 տարուց ավել զբաղվել է, լավ է, վատ է, բական ունեցել է իր, այսպես ասենք, հետևորդների բանակը, տարիներ շարունակ ավել, պակաս, դրանք իհարկե վերջին տարիներին նվազել են եւ այլն, բայց այդ մարդը իր առաքելությունը կատարել է այնքանով ինչքանով որ, հա, լավ, վատ, ամեն մեկը թող իր գնահատականը հնչեցնի։ Այ միգուցե ժամանակն է, որ նա դուրս գա քաղաքականությունից։ Ինչու զբաղվել քաղաքականությամբ, երբ որ դու հնարավորություն ունես ծավալել բիզնես հաջող
գործունեություն, հիմա դուք կասեք ազգի մասին եմ մտածում, ինչքան մտածել է հերիք է, հիմա թույլ տվեք օրինակ Հայկ Մարությանը մտածի ազգի մասին, Գուրգեն Սիմոնյանը, էլի երիտասարդ գործիչներ կան, Գուրգեն Սիմոնյանը ով է? Շնորհապետական կուսակցության նախագահ, որը, այլ գործիչներ, ես պայմանական անուններ եմ տալիս, հասկանում եք, այսինքն քաղաքական գործիչների, Արամ Սարգսյանը երևի կճանաչեք, Լևոն Զուրաբյանը թող զբաղվի, դասական քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը թող զբաղվի, Խաժակյանը խոշոր բիզնեսմենը միգուցե պետք է որ այսպես ասենք զբաղվի իր հիմնական գործով, բիզնեսով։ Տեսեք, եկեք երկու մասի կիսենք ձեր հարցը։ Առաջինը կարծում եմ ի սկզբանե երկրում ինչ որ բան այն չի, եթե ու չթիրախավորվի, պարոն։ Հա, մենք, հա, ես կատուն եմ քաղաքացիները կամ իշխանությունները կամ ընդդիմությունը, որոշում է, որ այս մարդը պետք է զբաղվի քաղաքականությամբ կամ չպետք է զբաղվի, դա ինքն է որոշում։ Սա մեկ։ Կնեք, ճիշտ եք, դուք չափազանց ճիշտ եք, բայց եկեք խոստովանենք, յուրաքանչյուր եթե ունի մի կրպակ, ինքը արդեն խոցել է պետության եւ իշխանության առաջ։ Այստեղ ես շատ շնորհակալ եմ, տեսեք, այստեղ ես շնորհակալ եմ։ Ես կարող լինել անխոցելի քաղաքական գործիչ։ Ես երախտապարտ եմ ձեզ, որ ես ճիշտ պետք է ասեմ։ Չէ, միանշանակ, ես էլ եմ ճիշտ ասում, որ ըստ էության հաստատում ենք այն փաստը, որ քաղաքական հայացքների համար յուրաքանչյուր մարդ կարող է հետապնդվել Հայաստանի Հանրապետությունում։ Եթե խոցելի է ունեցող անձինք միգուցե պետք է չզբաղվեն քաղաքականությամբ, որ չթիրախավորեն։ Ոչ, եթե տեսեք, կարող եք սիրել կամ չսիրել Գագիկ Ծառուկյանին, բայց ես ոչ մեկին չեմ սիրում քաղաքական գործիչների մեջ, ասեմ ձեզ։ Ես վերջացնեմ։ Միայն ինձ եմ սիրում։ Վերջացավ։ Բայց այստեղ մենք պետք է շատ կարևոր մի փաստ արձանագրենք։ Եթե մի պետությունում մարդը, որը զբաղվում է քաղաքականությամբ կամ այլակարծություն ունի, կապ չունի դու սիրում ես իրան, չես սիրում, դու ոնց ես իրան վերաբերվում, թե չէ, ենթարկվում է ճնշման իր հարակից բիզնեսների կամ իր օրինակ, չգիտեմ, աշխատանքի պահով բազմաթիվ մարդիկ կան, ովքեր զրկվել են իրենց աշխատանքից, օրինակ վերջին օրինակը բժիշկ կինը, որը ընդդիմացել էր Փաշինյանին, մարդին գործից հանեցին, չերկարացրեցին պայմանագիրը, եւ այդպիսի օրինակները բազմաթիվ են։ Ապա երկրում ինչ որ մի բան սխալ է ընթանում։ Սխալ է ընթանում գլոբալ առումով, հասկանում եք, եթե մենք հաստատում ենք ի սկզբանե, չէ, մի համակարգ, որի ընթացքում նույնիսկ քո ամենաչսիրված քաղաքական գործիչը այնուամենայնիվ ունի հնարավորություն անկաշկանդ եւ առանց ճնշման հանդես գալ իր դիրքորոշումով, քո դուրը կարող է գա, քո ես ձեզի նկատի չունեմ ընդհանրապես, հասկանալի է։ Դուրը գա, թե չէ իմ դուրն էլ շատ մարդիկ չեն գալիս, շատ քաղաքական գործիչներ չեն գալիս։ Երբ որ դու սկսում ես ճնշում գործադրել, դու դրանով գիտեք ժողովրդավարություն ասածը, այ հիմա Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամը, ստիպված է իշխանության եւ իշխանամետ շրջանակներին բացատրել, պատմել, թե ժողովրդավարությունը ինչ է։ Ժողովրդավարությունը պուպուշ, կներեք, հա, բան չի տենց ինչ որ մի համակարգ։ Ժողովրդավարությունը կոշտ մի հատ կանոն ունի։ Քո դուրը կարող է գալիս է, թե չէ, այս կամ այլ քաղաքական գործի գործունեությունը, բայց քո դուրը գալիս է ու թե չէ ավարտվում է այն պահից սկսած, երբ որ դու իր հանդեպ կիրառում ես ուժ։ Այսինքն, երբ որ դու կիրառում ես ուժ, մենք հասկանում ենք, չէ՞ որ Գագիկ Ծառուկյանին եւ դուք հաստատեցիք մասնակի, հա, Գագիկ Ծառուկյանի հանդեպ գործողությունները պայմանավորված են իր քաղաքական հայացքներով։ Երկրորդ մասը ձեր հարցի։ Ինչի համար։ Այս հարցի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, որը որպես կարևորագույն վտանգ, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, մատնանշել է իր զեկույցում, որը հրապարակվել էր 2026 թվականի հունվար ամսին, Արևմտյան Ադրբեջան եւ ադրբեջանցիների բնակեցման նախագծերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից։ Պրոցեսը գնում է, պրոցեսը ինստիտուցիոնալ, հա, տեսք ունի, պրոցեսը դուրս է եկել, ես ցավով եմ սա արձանագրում միջազգային մակարդակ եւ ղժղժալով չի, որ տենց բան չկա, իսկ ով էդի հնչեցնում է ինքը շպիոն է, չէ՞։ Բառացի եմ մեջ բերում։ Իդեպ ես ձեզ մի բան հուշեմ։ Արտաքին հետախուզական ծառայությունը Փաշինյանի ներքո գործող կառույց է եւ վստահեցնում է, որ այդ զեկույցը, որը հրապարակվել է, որտեղ
300,000 ադրբեջանցի։ Իրանք էլ կարդացել են։ Դե ուրեմն միանշանակ էլի, այսինքն Փարքասու, ուրեմն մենք ունենք։ Իրենք այդ վտանգը այո, ուրեմն չեն ճանաչում, եթե իրենք ճանաչեն այդ վտանգը։ Ոնց են ԱՀԾ զեկուցումները։ Եթե ես կարծում եմ սա ամբարտավան, գիտեք, կառավարչական համակարգի ամբարտավան իրենց համար ամբարտավան, հա, կիքսերից մեկն է, որը ցավով, հա, իրենք ուշ նկատեցին օրինակ հնչեցնելուց հետո չզարմանաք, լուրջ եմ ասում։ Բա աշխատանքից ազատումներ չեղան, ասեն Քրիստինե Գրիգորյանին Փաշինյանը չհեռացրեց։ Չեք կասկածում, չէ՞ մի րոպեում կհեռացներ, եթե իր կարգի դեմ որևէ քայլ արվի։ Այո, եթե բազմաթիվ եթեներ կան։ Ես կարծում եմ դրան մենք առանձին հաղորդում կարող ենք։ Բայց եկեք վերադառնալ։ Եվ վերադառնալով, եւ երբ որ դա հնչեցվում է եւ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ տեսնում է, որ այս իշխանության քաղաքականությունը տանում է դեպի, հա, վտանգ է գեներացնում Հայաստանի Հանրապետության գոյության համար, ապա կարծում եմ, որ որպես մի մարդ, ով նվազագույնը հետաքրքրված է, որ լինի Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջան, հա, մտնում է քաղաքական պայքարի մեջ եւ այդ քաղաքական պայքարի մեջ ստացվում է այնինչ ստացվում է ինչ 60,000-ից ավել ձայների փոշիացում, ինչ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներողություն, հա, քաղաքական առումով ինչ որ անհասկանալի տարանգիներ, Սահմանադրական դատարանի որոշումի իմիջիալոց ծանոթացել եք Սահմանադրական դատարանի որոշումը։ Իմիջիալոց ձեզ մի բան ասեմ, դուք նկատեցիք, որ ընդդիմադիր մյուս ուժերը վերցում են նաև ենթադրաբար ձեր կարծիքով ձեզ պատկանող 2 մանդատները, պարոն Աբովյան։ Եվ այդպիսով լեգիտիմացնում ՍԴ-ի որոշումը եւ այս ազգային ժողովի բաղադրությունը։ Շնորհակալություն ձեր նկատառման համար, այո, նկատել եմ զարմանալիորեն, լինելով ընդդիմադիր քաղաքական գործիչ, այս պարագայում զերծ կմնամ քննադատական կամ գովասանքի խոսքեր ասելու, որովհետև մանդատների վերցնելու չվերցնելու հարցը արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցության տիրույթում չէ։ Սա մեկ, երկրորդ լավն էր։ Լեգիտիմացիան չէ, բայց արդյունքը։ Տեսեք, լեգիտիմացման մասով քիչ անարգանք չկա նկատմամբ։ Ես իրենց փոխարեն լինեի, այդ մի մանդատը բաց կթողնեի։ Տեսեք, իմիջիալոց sense մի բան էլ ասեմ, որպես հարգանք ձեր նկատմամբ։ Տեսեք, ես գոհ եմ եւ շնորհակալ եմ այն քաղաքական ընդդիմադիր ուժերից, որոնք մինչ այսօրս մեր կողքին են, մենք իրանց կողք, այսինքն կա որոշակի կոնսոլիդացում։ Շնորհակալություն եմ հայտնում, որ այն պայքարի, հա, շրջանակներում, որը մեր ընտրողների ձայները պաշտպանելու համար ընդդիմադիր քաղաքական ուժերը մեր հետ միասին պայքարում են եւ շարունակում են պայքարել, ինչ վերաբերում է այդ բոլոր ձեր կողմից հնչեցրած փաստերին, կարծիքներին եւ կարծիքներին, որոնք հիմնված են փաստերի վրա։ Ես կասեմ հետեւյալը, որ կկրկնեմ ավելի ճիշտ, ես զերծ կմնամ առայժմ ինչ որ բան ասելու, որովհետեւ գոյություն ունի նվազագույնը իմ կողմից եւ այն մարդկանց կողմից, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում եւ օրինակ, հա, այս դաշտում են նվազագույնը կոռեկտության եւ որոշակի չեմ ասի կարմիր գծերի, որոշակի, գիտեք, sense կարծիք հայտնելու կամ չհայտնելու, ես չեմ ասի արգելք, կասեմ հետեւյալը, որ ուզում եք իմ կոնկրետ կարծիքը։ Ես այդ նպատակով ես ասեմ հետեւյալը, իմ կարծիքը հստակ է։ Ես այս պարագայում զերծ կմնամ դատապարտելուց կամ գովասանքի խոսք ասելուց, որովհետև լեգիտիմացվեց, կներեք, տեսեք, ինչ վերաբերում է լեգիտիմացնելուն, տեսեք, ինչ վերաբերում է լեգիտիմացմանը, ինչ վերաբերում է լեգիտիմացմանը, այստեղ մի վարքյանով եկեք տեղերով փոխվենք։ Չէ, էլի խնդրում եմ։ Չէ, ոնցի տեղերով փոխվենք եւ մի հարց հնչեցնեմ, որի պատասխանը ես չունեմ, միգուցե դուք ունեք։ Տեսեք, ընդդիմությունը արդարացի, հա, ասում է, որ այս ընտրությունները ապա լեգիտիմ են, քանզի գողացվել է Բարգավաճ Հայաստանի 60,000 ձենը եւ բացի գողացվելուց 60,000 ձենը 3,000 քաղաքացու քվեն տվել են գետնով, այսինքն են վերաընտրությունները, որ պետքա լինեին։
3 ընտրական տեղամասերում, որտեղ չեղարկեցին ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարանը մի շատ հետաքրքիր եզրակացություն է գրում, որտեղ արձանագրում է բոլոր խախտումները, ասում է, հա խախտել են, հա իրավունքները ոտնահարել են մարդկանց, հա այդ ամեն ինչ մանրակրկիտ սահմանադրական դատարանը իր եզրակացության մեջ տալիս է, բայց վերջում գիտեք ինչ է գրած։ Ադե կներեք, էլի մենք չենք կարող ոչի բանով օգնենք, այս ընտրության արդյունքները մնում են անփոփոխ։ Այս պարագայում մեր մոտ ամեն ինչ հասկանալի է, ես մի բան չեմ կարող հասկանալ։ Ճիշտ հասկանում եմ, բայց ուզում եմ նաև այլ կարծիք լսել։ Ապալեգիտիմացման գործընթացի մեջ մեծ ավանդ ունի նաև իշխանությունը, որը պնդում է հետևյալը, որ ընդդիմության ստացած ձայները ապալեգիտիմ չեն կամ օրգանիկ թազա բան են տալիս։ Նկատել եք 3 ամիսի մեջ շուտ թազա բան են հորինում, բառ օրգանիկը ո՞րն է։ Շուտվանից կար ուղղակի չէր օգտագործել։ Չէ, դի սննդի հետ է կապված օրգանիկ, ոչ օրգանիկ, կարծում եմ դրա հետ է կապված, էլի։ Հա, Փաշինյանի վրա ակնարկ չեմ անում, առհասարակ, շուտ սննդաբանության հետ է կապված։ Օրգանիկ են իրենց ձայները, իսկ ընդդիմության ձայները օրգանիկ չեն, փաստացի իրենք ինչ են հայտարարում, որ ընդդիմության ստացած մանդատները իրենք չեն համարում լեգիտիմ։ Ճիշտ եմ ասում։ 70% Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, մարդ կարող է տեղյակ չի, եկեք տեղեկացնենք, որ մարդ կիսաթաղի չի լինում։ Չի լինում մարդ կիսաթաղի։ Դե գիտեք այդտեղ ինչ է գործում։ Ընդդիմությունը ճանաչում է իր մանդատների լեգիտիմությունը։ Ես վերջացնեմ, հիմա ճանաչում է իր մանդատների։ բայց տեսեք, երկու պարագայում էլ ունենք իրավիճակ, չէ, երբ որ ընդհանուր առմամբ չի կարա կիսատ լեգիտիմություն լինի։ Կամ դու լեգիտիմ ես կամ ոչ։ Այդպիսով հենց վերջացնեմ ու դրա համար հարց եմ տալիս։ Իրար լեգիտիմացնել։ Հիմա հարց եմ տալիս, ոնց է ստացվում, որ երկու կողմն էլ չէ, իրան լեգիտիմությունը տվել է սահմանադրական դատարանը, եկեք լինենք ազնիվ, ինքն է վերջնական պեչատը խփել ընտրությունների, որ լեգիտիմ է ու վերջ։ Իմ եւ ձեր գիտեք, իմ եւ ձեր կարծիքը արդեն կապ չունի։ Մենք հուսամ առայժմ գոնե թեթև նշույլներ օրինական երկրի, հա, տենց ունենք։ Դրա համար լեգիտիմությունը հաստատել է սահմանադրական դատարանը, ասելով, որ այո, բոլոր գործընթացները ապալեգիտիմ են։ Ոնց է դա ստացվել, ես չգիտեմ։ Բայց ոնց է տենց ստացվում, որ իշխանությունը ասում է ապալեգիտիմ է, ընդդիմությունը ասում է ապալեգիտիմ է, բայց օրինակ իշխանությունը հետընտրական փուլում զբաղված է պաշտոններ բաժանելով։ Ну, այսինքն իրանք իրար մեջ է լինելով Դոնթի Բանաձևին համաձայն մեծամասնություն, փառք հասու, ոչ սահմանադրական, փառք հասու, բայց այնուամենայնիվ հիմա այդ պաշտոնների կրիմինալ կա կուսակցություն։ Չէ, ես ասացի կրիմինալ կա։ Չէ, ուզում եմ ասեմ կարող են որոշել իրենց։ Ես ասում եմ կա, հա, բայց չի բռնում, չի արել։ Հակաօրինական բան կա այդտեղ։ Չէ, չի բռնում։ Կրկնեմ եւս մեկ անգամ չի բռնում։ Կարող է իշխանությունը տեղյակ չի, եկեք տեղյակ պահենք, որ եթե դու մասնակի նույնիսկ, հա, հայտարարում ես ընդդիմությանը ապալեգիտիմ, ընդ որում ամբողջ ընդդիմությանը, ոչ միայն այն ընդդիմությանը, որը մանդատներ է ստացել, ապա ինքնին ընտրությունները ապալեգիտիմ են։ Կարող է տեղյակ չեն, եկեք իրենց, հա, տեղյակ բան, քաղաքագիտության երկրորդ կուրս։ Մտեք, նայեք, կարդացեք։ Դե այդտեղ քաղաքական, ասես ասենք, պատեհապաշտությունը կարող է։ Մենք ապրում ենք օրինակ երկրում, մենք ապրում ենք մի երկրում, ճանաչում իշխանությունը։ Տեսեք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ եւս մեկ անգամ կրկնեմ, մենք չունենք ռեսուրս նեոթուրքական ֆաշիզմի զարգացման, այսինքն մի համակարգի այդ իզմերի մեջ, հա, որը օրինակ չի ճանաչում օրենքի գերակայությունը, ուղղակի չի ճանաչում եւ առաջնորդվում է այս կամ այլ, օրինակ, չգիտեմ, հրահանգով, հայտարարությունով, նույնիսկ ամենաբարձր պաշտոնյայի։ Հետաքրքիր է ձեզ այդ զրույցը էլի կհրավիրենք, բայց վերջին հարց։ Հնարավոր է 14-15 թվականի սցենար կրկնվի եւ պարոն Ծառուկյանը հայտարարի քաղաքականությունից դուրս գալու մասին։ Ես ավելի քան համոզված եմ, որ այս քաղաքականությունից դուրս գալու կամ դուրս չգալու խնդիր կանգնած չի։ Շատ պարզ պատճառով այն process-ը, որը մենք տեսել ենք, ինքը իրականում այնքան հեռու էր քաղաքականությունից։ Դե ամեն դեպքում դուք ասացիք դա քաղաքական գործիչ է, հետապնդվում է քաղաքականապես։ Ես ամեն դեպքում կարող եմ ասել մի բան եւ կարող եմ վստահեցնել հետեւյալը, որ ոչ մի պարագայում Գագիկ Ծառուկյանը չի անի 3 քայլ։ Չի դավաճանի Հայաստանին, չի դավաճանի հայ ժողովրդին ու չի դավաճանի ինքն իրեն։ Այդ 3-ը հաստատ կարող եմ ասել։ Իսկ քաղաքականությունից կարող է դուրս գալ։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ process-ները քաղաքական չեն։ Չգիտեք։
Չէ, process-ները քաղաքական չեն, ես ասացի, այդ 3 Բայց ինքը քաղաքական գործիչ է նաև, չէ՞։ Այդ 3 սկզբունքին ինքը հաստատ չի դավաճանում։ Ուզում եմ ասել 15-ի սցենարը կարող է կրկնվել 14-15-ի հայտարարի քաղաքականությունից դուրս գալու մասին, որովհետև այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հայտարարել կամ չհայտարարելու, կային եւս մեկ անգամ կրկնեմ, հայտարարել կամ չհայտարարելու խնդիր կանգնած չի։ Այստեղ մենք այլ process-ի մեջ ենք, երբ որ մենք փորձում ենք հասարակացնել process-ը, հա, դուրս կգա, դուրս չգա, կմնա կամ չի մնա, մենք չենք տեսնում process-ի խորությունը, իսկ process-ի խորությունը այսօր 14-15 թվականին ամենայն հարգանքով, հա, բոլորի հանդեպ, բայց խնդիրը կանգնած չէր, կլինի Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան։ Շնորհակալություն զրույցի համար, կհետևենք պարոն Աբովյան, Factor TV-ում հյուրընկալել ենք Արման Աբովյանին։